Հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, դուք դիտում կամ լսում եք Tech Shop-ին եւ այժմ մասնավորապես Tech համայնք հաղորդաշարը։ Tech Shop-իները իրականացվում են առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ գործարար ալիքի հետ միասին։ Այսօրվա իմ հյուրն է DevSoft ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը, բայց այսօր մենք խոսելու ենք մի այլ հետաքրքիր product-ի մասին, որի միտքը վստահաբար բխել է հենց տեխնոլոգիական ոլորտում տարիների փորձից եւ այս նոր տեխնոլոգիական առընչթացներից։ Կուզեմ, բայց հետ գնանք ու մի փոքր անդրադարձ անենք DevSoft-ին ու ընդհանուր software-ական, այսպես ասած, աշխարհին։ Հա, ուր է գնում software-ը հիմա, ինչ դեր ունի դրանում DevSoft-ը, եւ կխնդրեմ դրա մասին պատմեք։ Ողջույն, հարգելի ռադիոդիտողներ, ոնց որ ասեց Մարիամը, նախ շատ շնորհակալ եմ այս ինձ համար կարևոր հանդիպման համար, զրույցի, որովհետեւ սրանով մեր նոր ծնված երեխային կկարողանանք ցույց տալ ձեր միջոցով ու առաջին անգամ հյուր եմ ոդկասթերով լինի ձեր համատեղ նախագծին ԱՏԶՄ-ի եւ գործար ալիքի։ Հետ գանք ձեր հարցին։ Ուր է գնում տեխնոլոգիաները։ Տեխնոլոգիաները շատ հետաքրքիր ժամանակաշրջան ենք հիմա ապրում, որ մեզ օգնության է գալիս գրեթե ամենտեղ արհեստական բանականությունը, դա ոչ մեկի համար էլ գաղտնիք չի։ Չնայած կան մարդիկ, որ դեռ չեն օգտվում ինչ որ չափով, ու DevSoft-ի մասին, եթե կարճ, ով չգիտի, մենք ամերիկյան կազմակերպություն ենք, արտադրում ենք, սարքում ենք կոմպոնենտներ, UI գրադարաններ, որոնք հեշտացնում են ամբողջ աշխարհում ծրագրավորողների կյանքը։ Ավելի արագ հավաքում են, ինչ որ պետք է հավաքեն։ Նրանց համար ովքեր լավ չեն հասկանում ինչա UI գրադարանը, բարձ բառերով։ Շատ բարձ Lego-ի կուբիկներ են տարբեր ֆորմաների, որոնք վերցնում են ծրագրավորողները ու հավաքում են այն ինչ որ իրանց պետք է հավաքեն։ Կամ ուրիշ զուգահեռ ասում են մենք աճացնում ենք ինգրեդիենտներ խոհարարների համար։ Խոհարարը արդեն վերցնում է ինչ որ պետք է սարքի, բաղադրիչները վերցնում է եւ պատրաստում է ինչ որ պետք է իրան։ Ինչքանով է հեղափոխել AI-ը ձեր աշխատանքը։ AI-ը եկել է օգնելու մեր աշխատանքը, կարծում եմ մեր բոլորի, այն մտահոգությունը փոխարինելու մարդկանց ինձ թվում է դեռ շուտ է, չնայած այս աշխարհում ոչինչ չի բացառվում, մանավանդ հաշվի առնելով վերջին տարիների մեր տեսած ամեն ինչը, նաև տեխնոլոգիական ոլորտում։ Ու քանի դեռ ունենք հնարավորություն իրան օգտագործելու, հեշտացնելու մեր կյանքը, ավելի բարձրացնելու էֆեկտիվությունը մեր process-ների, նախընտրում ենք այդ անել։ Լինի դա IT կազմակերպության մեջ, թե այլ ոլորտներում։ Իսկ այսօր մենք ունենք հատուկ նմուշ։ Նորածին մեր։ Այո, Prompt AI-ը։ Կուզեմ մի քիչ խոսենք այն մասին, թե ոնց է AI-ը նաև հեղափոխում մնացած հարակից ոլորտները, այսպես ասած ավանդական ոլորտները, գյուղատնտեսությունը, կլինի զբոսաշրջությունը եւ այլն, մասնավորապես գինեգործությունը։ Որոնք են տենդենսները ու նաև մի քիչ պատմեք մեր այս գինին ինչ տեսակ գինի է ու ոնց ընդհանրապես այդ միտքը հղացել գինի ստեղծելու։ Գինի ստեղծելու միտք ինձ թվում է բոլոր ինձ նման տարեց մարդիկ սկսում են ունենալ, որովհետև դա շատ հետաքրքիր եւ արժեքավոր։ Իմաստության հետ կապ ունի, իմաստության տարիքի, հա, ծերանալու հետ միասին արդեն սկսում ես հողի հետ կապ ունեցող բաներ փնտրել, հետո քիչ-քիչ մոտենալ դեպի հողին, ու հետո արդեն բարձա։ Ձուլվել։ Հա, ձուլվել հողի։ Հողին հող դառանք։ Միտքը կար, բայց AI-ի գաղափար դեռ չկար, տարբեր քննարկումներ ես անում ընկերների հետ, խոսում ես, կիսվում ես մտքերը։ Իմ ընկերներից մեկը Անին խմբագրող այ դեպ, ինքը ժուրնալիստ է, սխալ բառ օգտագործեցի։ Ասեց, ինչու AI-ի օգտագործում տենց չեք ներառում այս process-ի մեջ։ Միտքը տվեց ու սկսեցինք ընկերոջս հետ Դավիթ, ոնց որ Johnson & Johnson։ Սկսեցինք աշխատել գաղափարի վրա,
սկսեցինք տարբեր մոդելների հետ աշխատել արհեստական բանականության ու ստացանք այն ինչ որ ստացանք, բայց մի քիչ հեռու գնացի ձեր հարցից։ Ինչպես կարող է այն օգնել տարբեր ոլորտներին, ասացիք։ Կային դասական մասնագիտություններ, որոնք որ տիրապետում էին ինչ որ քանակի գիտելիքի, ինչ որ չափի գիտելիքի։ Այստեղ կողքից գալիս է հավելյալ մի հատ անսահման գիտելիքային պաշար, որը որ կարող է կպնել այս մասնագետի մարդու ուղեղին, եթե տենց պատկերավոր, ու ինքը կարող է օգտվել այդ անսահման պաշարից, տվյալների, գիտելիքների։ Ինքը այդպիսով է հիմա օգնում մանավանդ ոչ տեխնոլոգիական ընկերություններում կամ process-ների մեջ, նույն գինեգործության մեջ մոդելները տիրապետում են ինֆորմացիային ամեն տեղի խաղողների տեսակներից, հաճախորդների փորձառությունից, նախընտրություններից, ամեն ինֆորմացիա կա։ Հիմա այս ամբողջը ինչու չօգտագործել, ինչ որ մի հետաքրքիր բան եւս ստանալու, այսինքն դրանից առաջ մենք ուղղակի չունեինք հասանելիություն այդ ամբողջ ինֆորմացիայի կամ եթե ունեինք էլ շատ երկար ուսումնասիրությունների շնորհիվ կստանայինք քիչ քանակի ինչ որ աղբյուր, չէ՞։ Այստեղ ավելի մեծ է սահմանները ու այն տվեց իր ունեցած գիտելիքների հիման վրա կարողանում է տա օրինակ գինեգործին ինչ որ հետաքրքիր մտքեր, ուղղություններ, ինչը ոնց անել, որ կարող է եւ չէր մտածել ու իր հմուտ ձեռքերով գինեգործը կախարդական մի հատ բան սարքի։ Այստեղ նշված է, որ արենի ու թոզոտ խաղողի տեսակներից է բաղկացած։ Ինչու այդ երկու տեսակը դա էր հուշել արհեստական բանականությունը։ Մենք ֆոկուս ենք արել հայկական խաղողի տեսակների վրա եւ արդյոք սա առաջին համադրությունն է։ Սա առաջին համադրությունն է, կարմիրը, իսկ սպիտակը ոսկեհատը եւ խաթունինը։ Ասամբլաժ հայերեն ասած։ Ու հենց այդ հայկական խաղողների տեսակներով ինքը կարողացավ իր ունեցած որտեղ աճացրած թթվայնությունը բոլոր մանրամասները իմանալով կարողացավ ասի թե ինչը ինչի հետ համադրել, ինչ չափաբաժնով ու մենք արդեն հմուտ եւ լավ գինեգործի ձեռամբ կարողացանք ստանալ այն ինչ որ ստացանք եւ ով որ խմի փորձի հաստատ վստահ եմ որ կզգա թե ինչ հետաքրքիր բան է ստացվել արհեստական բանականության եւ մարդու համագործակցության շնորհիվ։ Այսինքն փաստացի ստացվում է որ արհեստական բանականությունը ձեր գինեգործն է ինչ որ չափով եւ մարդու նաեւ շնորհիվ կարողանում եք դա իրականություն դարձնել։ Նու գինեգործին կոնսուլտանտ խորհրդականն է։ Իսկ այս պահին ինչքան է ձեր արտադրությունը ու որտեղ եք արտադրում։ Շատ է, մեր արտադրությունը շատ է, այնքան լավ է ստացվել այս սիմբիոզը մարդու եւ ոչ մարդու, որ իրոք ոչ թե սա որպես խաղ է դիտարկվում կամ այլ հաջողված էքսպերիմենտ, որը որ պետքա տանենք շատ առաջ եւ կարծում եմ հանգա հարատև կդառնա, ընթացքում որոշ մոդիֆիկացիաներ կլինեն, փոփոխություններ կլինեն ճանապարհին, բայց սա սկիզբ է երկար ճանապարհի։ Արտադրում ենք Altera Wines գործարանի հետ եւ շատ լավ համագործակցություն է ստեղծվել, իրենք ունեն Altera, Noa տարբեր գինիները։ Այդպես իրենք մեզ օգնեցին ունենալ մեր այս փոքրիկին։ Առայժմ կարմիր եւ սպիտակ գույների, հետագայում արդեն կունենանք ռեզերվ, նեցված տակառներում տարբերակը եւ մի քիչ աշխատում ենք, տեսնենք ոնց կստանանք AI շնորհիվ փրփրուն գինին։ Իսկ սոմելիեները արդեն հասցրել են համտեսել։ Սոմելիեները հասցրեցին համտեսել եւ համեստորեն արձանագրեմ, որ ստացանք շատ բարձր գնահատական։ Գիտեք դրա մասին, չէ՞, ո՞նց լուրջ պատմեմ։
եթերից հետո մանրամասն Հա, գլուխ չի լինի։ կգովեմ։ Լավ։ Բայց հավաստիացնում եմ, որ նոր տարուց մի քանի օր առաջ մի քանի տասնյակ սոմելիեներ կույր դեգուստացիայի ընթացքում մասնակցեցինք նաև մենք Ահա։ եւ շատ բարձր գնահատական ստացանք։ Իբարս աշխատանքի մարդու եւ արհեստական բանականության։ Իսկ որտեղ այն վաճառվում, եթե մեր Դեռ նոր մտավ շուկա, դեռ մի քանի ռեստորաններ կենտրոնում, բայց հիմա ավելի կմեծացնենք ցանցը, շատ կարևոր էր մեզ համար լինել ներկա Ինվինոյում, շատ կարևոր էր, որովհետև այդ գինու եւ գինե խմության ու մշակույթի, գինե օգտագործման մշակույթի սկիզբը դնող առաջամարտիկ կառույցն է, շատ կարևոր եւ սկզբունքային ու կամած մյուս շատ գեղեցիկ գինետներ, գինուխանութները կուզենք հայտնվել, հիմա կաշխատենք այդ ուղղությամբ։ Պիտի որ ամենտեղ հայտնվենք, ընդհանուր մինչև սուպերմարկետներ, ինչու ոչ։ Իսկ արտահանման ծրագրեր ունեք արդյոք։ Արտահանման ծրագրեր ունենք, հենց հիմիկվանից արդեն սկսում ենք մասնակցել բոլոր եվրոպական գինու փառատոներին, էքսպոներին, նաև հավակնելով շատ բարձր մրցանակների, որովհետև նենց բան է ստացվել, որ անպայման մինիմում արծաթ ու մինիմում ոսկի մենք բերելու ենք շատ տարբեր էքսպոներից։ Ձեզ հաջողություն եմ մաղթում ու քարապատկվի ձեր կամ տասնապատկվի ձեր արտադրությունը ու գրավեք առաջատար շուկաներ։ Անպայման։ Շնորհակալ եմ Դավիթ Ես ջան։ շնորհակալ։ Հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, եթերում Թեքինգ Շապտիներ եւ դուք լսում եք Թեք համայնք հաղորդաշարը։ Իմ հյուրն էր DevSoft ընկերության եւ արդեն նաեւ AI Prompt ընկերության տնօրեն Ձեր խոնարհ ծառան։ Դավիթ Գրիգորյանը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։